Երևանի սցենարը, եթե ընդդիմությունը հնա շանս ունենա ու արդյունքները ցույց տան, որ ընդդիմության միավորվելու պարագայում քաղաքացիական պայմանագիր, ելի եմ ասում, միավորվելու տարբեր ֆորմատներ կա։ Քաղաքացիական Քաղաքապետ ես ելնեմ, Վարդան Ղուկասյանն ասի չէ։ Նարեկ ջան, եկեք այսպես անենք, հա, դուք կարծեմ հենց դուք նշեցիք, թե չգիտեմ, կարծեմ Սյուզին նշեց, որ ես երևի միակն եմ եղել, որ ասել եմ դրական արդյունք եմ համարելու նաև այն, որ ցանկացած դեպքում դրական արդյունք եմ համարելու այն, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխող ուժ չլինի Գյումրիում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես իմ կողմից, եթե օբյեկտիվորեն քննարկումների արդյունքում չորոշվի, որ օրինակ ես նման բան, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ընդդիմությունը սեղանի շուրջ ունենա adekvat, օբյեկտիվ եւ շատ պրոդուկտիվ քննարկում։ Պարոն Մխիթարյան, բայց օրինակ տեսանյութ եք հրապարակում միայն Մարտուն Գրիգորյանի հետ ու գրում եք քաղաքի տղերքը, հիմա քաղաքի տղերքի չի օրինակ Վարդան Ղուկասյանը ձեր համար։ Ինքը հասակով իմ հոր հասակին է, ես նման արտահայտություն չեմ կարող, մեր քաղաքի լավ մարտն է, օրինակ։ Մեկ, երկրորդը, երբ որ պարոն Ղուկասյանին հանդեպ այդ նման բռնությունը կիրառվել էր, կներեք առաջինը ես եմ վիդեո ուղերձով հանդես եկել ու դատապարտել եմ այդ ամեն ինչը։ Ես գնացել եմ նաև Կարեն Սիմոնյանի մոտ, հիմա եթե կարծեմ TV5-ի լրագրողները այնտեղ են արձանագրել են, հիմա դուրս գալուց հետո եթե չեն նկարել ես ոնց ենք ես ու Կարեն Սիմոնյանը իրար հետ ծիծաղում, դա իմ մեղքը չի։ Իսկ Մարտունին շատ ավելի շուտ եմ ճանաչել ու Մարտունի ընտանիքին եմ շատ շուտ, հորն եմ շատ շուտ ճանաչել։ Դրա համար ոնց որ Կարենի մոտ եմ գնացել, այդպես է Մարտունի մոտ եմ գնացել, հիմա Մարտունի հետ մի քիչ այլ քաղաքի հետ կապված հարաբերություններ կա, դրա համար